Օրգանիզմում մագնեզիումի, կալցիումի և կալիումի դեֆիցիտի ախտանշանները։ Որոնք են օրգանիզմում այս հանքանյութերի կատարած հիմնական գործառույթները։ Մագնեզիում։ Մագնեզիումն օգնում է մկանների կծկմանը, պահպանում սրտի ճիշտ ռիթմը, նպաստում ոսկորների ամրությանը, օգնում նյարդերի գործունեությանը, նվազեցնում անհանգստության զգացումը, բարելավում մարսողությունը և հավասարակշռեցնում սպիտակուցային հեղուկը։ Կալցիում։ Կալցիումը կանխում է թրոմբների առաջացումը, օգնում մկանները կծկելու և արյան մակարդման գործընթացներին, նպաստում ատամների և ոսկորների ձևավորմանն ու պաշտպանությանը, ինչպես նաև բջիջների բաժանմանը։ Ինչ վերաբերում է կալիումին, կալիումը կարգավորում է արյան ճնշումը, սրտի կծկումները և նպաստում մկանների ճիշտ գործունեությանը։ Որպես կանոն, այս հանքանյութերը գտնվում են օրգանիզմի հեղուկներում՝ մեզ, քրտինք, արյուն և այլն։ Նյարդերը մեկը մյուսին ազդակներ են ուղարկում քիմիական գործընթացների օգնությամբ, որոնք կախված են բջջի ներսում և բջջից դուրս գտնվող հակադարձ լարվածությամբ իոններից։ Դիսբալանսը կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով, ինչպիսիք են սխալ սննդակարգը, սննդարար նյութերի սխալ կլանումը, ինչը կապված է աղեստամոքսային տրակտի և մարսողության խնդիրների հետ, քիմիոթերապիան, հակաբիոտիկ միջոցների ընդունումը, երիկամների գործառույթի խանգարումը, տարատեսակ հիվանդությունները, հատկապես նրանք, որոնց ախտանշաններն են փորլուծությունը, առատ քրտնարտադրությունը, փսխումն ու բարձր ջերմությունը, որը կարող է հանգեցնել հեղուկի կորստի և ջրազրկման։ Այլ պատճառներ՝ դեղորայքը, սրտի հիվանդությունների, քաղցկեղի, հորմոնալ խանգարումների բուժման համար օգտագործվող դեղորայքը, էնդոկրին խանգարումներն ու հորմոնալ դիսբալանսը։ Նշված հանքանյութերի դիսբալանսի ամենատարածված ախտանշաններն են անքնությունը, մկանային ցավերը, ճղաձգումները, կծկումներն ու թուլությունը, տենդը, ծարավը, անհանգստությունը, քաշի և ախորժակի տատանումները, հոդացավերն ու թմրածությունը, սրտի անկանոն կամ արագ զարկերը, արյան անկանոն ճնշումը, խնդիրներ կապված հոդերի հետ, հաճախակի գլխացավերը, գլխապտույտը, ճղաձգումները, փորկապությունն ու փորլուծությունը, հոգնածությունը, ինչպես նաև քրոնիկ հոգնածության ախտանշանները։ Վերոնշյալ ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և անցնել հետազոտություն խանգարումների պատճառները և էլեկտրոլիտի մակարդակը պարզելու համար։ Անհանգստությունն ու քնի խանգարումները։ Մագնեզիումի մակարդակի նվազումը կարող է հանգեցնել հոգնածության, քնի խանգարումների, մկանային սպազմերի և սրտի զարկերի արագացման։ Մարսողական խնդիրներ։ Էլեկտրոլիտի անկանոն մակարդակը կարող է պատճառ դառնալ այնպիսի մարսողական խանգարումների, ինչպիսիք են փորկապությունը, փորլուծությունը, ճղաձգումները և թութքը։ Սրտի զարկերի փոփոխությունը։ Կալիումի չափազանց բարձր մակարդակի դեպքում կարող է առաջանալ հիպերկալեմիա, որը հանգեցնում է մկանների ծակծկոցի, թմրածության ու թուլացման։ Բացի այդ, սա ազդում է նաև սրտի զարկերի վրա, առաջացնում է անհանգստության զգացում, մինչդեռ կալցիումի մակարդակն ազդում է սրտանոթային համակարգի վրա։ Ոսկորների ցավեր և հոդացավեր։ Կալցիումի չափազանց բարձր մակարդակի դեպքում կարող են ի հայտ գալ փսխումներ, ոսկորների կոտրվածքներ, փորկապություն և քարեր երիկամներում։ Մկանային սպազմեր։ Եթե օրգանիզմը ջրազրկված է, իսկ մագնեզիումի և կալիումի մակարդակները ցածր, մարդու մոտ կսկսեն նկատվել մկանային թուլություն և սպազմեր։ Իսկ հիմա ամենակարևորի մասին՝ նշված հանքանյութերի դիսբալանսի բուժումը։ Ինչը պետք անել։ Առաջին՝ խմել հնարավորինս շատ ջուր։ Երկրորդ՝ բացառել վերամշակված ու տապակած սնունդը։ Երրորդ՝ ուտել հնարավորինս շատ կանաչեղեն, քաղցր կարտոֆիլ, բանջարեղեն, կաղամբ, ավոկադո, բանան և բրոկոլի։ Եվ չորրորդ՝ կալցիումի մակարդակի իջեցման դեպքում անհրաժեշտ է ուտել հնարավորինս շատ կանաչեղեն, լոբազգիներ և բարձրորակ կաթնամթերք։